Շնորհակալություն, հիշեցնեմ, որ մենք այսօր այստեղ ենք, որպեսզի բարձրաձայնենք մեր բողոքը այս իշխանությունների օրոք համատարած բռնաճնշումների եւ այդ համատեքստում ԵՄ լռության առթիվ։ Ազատություն բոլոր քաղաքական բանտարկյալներին։ Ազատություն, ազատություն, ազատություն։ Շնորհակալություն բոլորիդ։ Հաջորդ 60 թեմի հարգելի հետևողներ, ես հիշեցնեմ, որ բողոքի ակցիա է տեղի ունենում Հայաստանում Եվրամիության դեսպանատան շենքի մոտ, այստեղ են Իմնեմնիմի փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի ընկերները, հարազատները, այս պահի Նարեկ Սամսոնյանի կինը Լուսինե Առաքելյանը նամակ պետք է հանձնի ԵՄ դեսպանին, ըստ էության նամակում ներկայացված է բոլոր այն ապօրինությունները, որոնք տեղի են ունենում ինչպես Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ, այնպես էլ այն բոլոր հանձնած նկատմամբ, որոնք այս պահին գտնվում են բանտերում։ Ես հիշեցնեմ, որ Վազգեն Սաղաթելյանը եւ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել, այնուհետև երկու ամսով կալանավորվել են նոյեմբերի 13-ին։ Պետության աշխատակից է համակերպությունների։ Լուսինե արձագանքի թեկուզ մեկ շաբաթ հետո։ Անկեղծ ասած, մի տոկոս հավանականություն եւ մի տոկոս սպասում ունեմ, որ հնարավոր է արձագանքի։ Բայց ինձ համար հերիք էր նաեւ այն, որ տարբերակ չունեն ասելու, որ ձեր ուղերձինս չի ասել, մենք չենք իմացել ու նման բաներ։ Տեսնենք մի տոկոս հավանականությունը երբեմն կարող է դառնալ նաեւ ավելի մեծ շանս իրանից ենթադրող բան։ Ամենայն դեպս հույսս չեմ կորցնում եւ որ կտամ այս օրերին Փաշինյանական ռեժիմի կողմից հետապնդվողներին եւ իրենց ընտանիքներին չհուսահատվեր եւ վստահ լինել, որ Փաշինյանն այս մեթոդներով իր իշխանությունը երկար չի կարողանալու պահել ու գալու է օրը, որ իրեն հովանավորող ուժերն են դա տեսնելու ու թողնելու են իրեն մենակ։ Հուսով եմ իր պատիժը կկրի Հայաստանի Հանրապետության սահմաններում եւ իր սիրելի քրեակատարողական հիմնարկներից մեկում։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը Լուսինե Առաքելյանը նամակ փոխանցեց Հայաստանում Եվրամիության դեսպանին, որտեղ ըստ էության ներկայացրել է բոլոր այն ապօրինությունները, որոնք տեղի են ունեցել Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ, թեև նա քիչ առաջ մեծ